Մայր Հայաստան դաշինք Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Մուրադյան Քվեաթերթիկ համար 4 Միացիր, որ փոխենք Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոխի իր սահմանադրությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, այս մասին հաղորդում է Թրենդը։ Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության այս դրույթը անելու պահանջը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի պաշտոնական վերացումը վերջին 2.5 տարիների ընթացքում եղել է բանակցային գործընթացի կարևոր թեմաներից, ասել է Հաջիզադեն։ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման օպերատիվ ծրագիրը, այս մասին հայտնում է Times of Israel-ը։ Նա հաստատել է այդ ծրագիրը Իսրայելի բանակի հարավային հրամանատարության ղեկավար գեներալ-մայոր Յանով Ասորի եւ մի շարք այլ ռազմական ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում։ ԵՄ երկրները դիտարկում են, թե ինչպես շրջանցեն Հունգարիայի հնարավոր վետոն եւ երկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հուլիսի 31-ին կայանալիք քվեարկության ժամանակ։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը։ Ըստ լրատվամիջոցի վերջին շաբաթներին ԵՄ երկրները քննարկում են, թե ինչպես պահպանել հակառուսական պատժամիջոցների 16 փաթեթների ազդեցությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ Հունգարիան կօգտագործի իր վետոյի իրավունքը եւ այդպիսով Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցները կդադարեն գործել։ Մարտի 19-ից 25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1400 մարդ է բերման ենթարկվել, 478-ը կներկայանա դատարան։ Այս մասին հայտարարել է Հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկյանը։ Մարտի 19-ից մինչև մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում ապօրինի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1418 մարդ, ասել է նախարարը։ Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է, այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ ԱԱԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին։ 2024-25 թվականներին եվրոպական տարածաշրջանի երկրներում գրանցվել է կարմրուկի 127350 դեպք։ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին հրամայել է գաղտնաձեռնել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում ապաստան գտած նացիստերի հետ կապված փաստաթղթերը, հայտարարել է վարչապետ Գիլերմո Ֆրանկոսը։ Նա բացատրել է, որ որոշումն ընդունվել է ի պատասխան ԱՄՆ հանրապետական սենատոր Սթիվ Դեյսի խնդրանքին, որ փետրվարին հանդիպել է Մայլիի հետ։ Իրանի ԱԳՆ-նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի երեկոյան իր թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլիի ձերբակալության շուրջ Թուրքիայում ծավալվող իրադարձությունները ներքին խնդիր են, որը պատշաճ կերպով կլուծվի այդ երկրի իշխանությունների կողմից։ Երկու դիվանագետների միջև բանակցությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայում անկարգությունների եւ բողոքի ցույցերի մեծ ալիք է բարձրացել կապված կոռուպցիայի մեղադրանքով Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլիի բանտարկության հետ։ Ուկրաինան կարող է ստորագրել միայն օգտակար հանածոների շուրջ փետրվարի վերջին պատրաստված համաձայնագրի տարբերակը առանց ատոմականների վերաբերյալ որևէ նոր լրացումների։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ Մենք տեսանք պայմանագիր ընդլայնելու ցանկություն, առայժմ ընդլայնված տարբերակ չի եկել։ Առկա է միայն այն տարբերակը, որը անցել է նախարարների կաբինետով։ Այն պատրաստ է ստորագրման համար, ասել է Լեշչենկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է, այս մասին EBSAS TV մեդիայի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Հայաստանի պաշտոնական իշխանությունն այժմ հուսահատորեն մանևրում է, քանի որ արևմուտքի աջակցության վրա արված խաղադրույքը ինչպես պարզվեց անիմաստ էր, ասել է Զատուլինը։